Երդվում եմ բարեխղճորեն կատարել ընտրողների առջև ստանձնած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նեցուկ լինել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության ամրապնդման, ազգային ու համամարտկային արժեքների պահպանման համար։ Սա Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների երդման տեքստն է։ Բոլոր պատգամավորները երդվել են պահպանել քաղաքացիական համերաշխությունը, բայց ինչ են անում։ Հայաստանի ամենամեծ կրոնական կազմակերպության Հայ առաքելական եկեղեցու ներքին գործերին են խառնվել և նրանց հոգևոր առաջնորդին կոչում են վիրավորական անունով, փոխանակ կոչեն Գարեգին II, բանտարկում են անմեղ հոգևորականների և ստեր ու հերյուրանքներ, զրպարտություններ տարածում նրանց հասցեին։ Հայաստանում 98% Հայ առաքելական եկեղեցու հետևորդն է։ Միայն այս գործունեությամբ նրանք պառակտում են քաղաքացիներին, բաժանում են տարբեր խմբերի, որպեսզի նրանք մեկը մյուսին թշնամաբար վերաբերվեն։ Սա անում են երդում տվածները, և ով տվել է այս երդումը և դրժել է այս երդումը, բնականաբար պետք է չլինի Հայաստանի Ազգային ժողովում։ Սա դեռ միայն համերաշխության մասով էր, իսկ սահմանադրության, ազգային, համամարտկային արժեքները պահպանելու մասով դա արդեն առանձին թեմա է։ Խնդիրն այն է, որ նրանք չպետք է լինեն Ազգային ժողովում։